Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի օր Մեդիա Հաբի հարգելի հետևողներ, այսօր հարցազրույցի շրջանակներում զրուցելու եմ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, ավելի ճիշտ ընտրություններին մասնակցող ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մանավանդ ձեր այս սեղմ գրաֆիկի ժամանակահատվածում գիտեմ, որ բավականին զբաղված եք քարոզարշավներով, հարցազրույցներով, բայց շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ հատկացրեցիք, մանավանդ մի շարք կարևոր հարցեր ունենք քննարկելու։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ պարոն Հարությունյան, օրերս քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որը շատ ակտիվ է մասնակցում քարոզարշավին, հերթական անգամ նորություն չէր դա մեզ համար, հայտարարեց, որ այո, Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք դելիմիտացիայի, այսպես կոչված սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Մինչև այդ էլ Արարատ Միրզոյանն էր Սյունիքում հանդիպումների ժամանակ հայտարարել, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ։ Եվ խոսքը Տավուշի մարզի 3 Չնայած նախկինում վարչապետը հայտարարում էր 4 գյուղերի մասին է, որոնք ըստ նրա Հայաստանի Հանրապետության տարածքներ չեն եղել եւ ըստ Ալմատայի այսպես կոչված հռչակագրի դրանք համարվում են ադրբեջանական գյուղեր։ Եվ նա նշեց ուրեմն Բարխուդարլի եւ Խեյրիմլի գյուղերի մասին, երրորդը չհասցրեց նշել, նաեւ ասելով, որ փոխարենը մեզ պետք է վերադարձվի Արցվաշենը։ Հիշեցնեմ, որ 23 թվականից է այս խոսույթը վարչապետը սկսել, նաև 24 թվականին, երբ որ գնացել էր սահմանամերձ Տավուշի մարզ Ոսկեպարի գյուղի բնակիչների հետ հանդիպման, նա այնտեղ եւս մեկ անգամ ասել էր, որ այդ տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնության եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածքներ չեն, գործ չունեն դրա հետ եւ երբ որ հայտարարում են, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներից Փաշինյանը փորձում է տարածքներ հանձնել, դա սուտ է, որովհետև դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ չեն։ Հիմա, պարոն Հարությունյան, հաշտ եք դուք այս գործընթացի հետ։ Խնդրում եմ նաև ձեր մեկնաբանությունը։ Դե գիտեք ինչ, որպես մարդ, որը մասնակիցը առաջի պատերազմին, որը եկել է 90 թվին եւ ամեն ինչի մասնակից է եղել, հաշտ հարցը չեմ կարող հաշտ լինել ու ընդհանրապես հասկանալի է, չէ՞, որ եղել եմ բանակաշինության ակունքներում, պատերազմել եմ, իմ մոտեցումը պարզ է այստեղ, չէ՞, բայց երբ որ մենք խոսում ենք այս հարթության վրա, ապա մենք պետք է մի հատ հասկանանք, թե մենք ինչի իման վրա որոշում ենք, ինչն է հայկականը, ինչն է մերը չի։ Դե իրենք Ալմատայի հռչակագին են անընդհատ մեջտեղ բերում։ Հա, դե նայեք, այստեղ լուրջ հարցը նա է, սա հետևանքը մեր պատերազմում պարտության։ Ինչի ենք մենք պարտվել, դա այլ հարց է, այլ թեմա է, բայց մենք, ես համարում եմ, որ մենք մեր մեղքով ենք պարտվել, կարող ենք չպարտվել, եթե մենք անեինք համապատասխան քայլեր տնտեսության մեջ, բանակաշինության, արտաքին քաղաքականության, բայց դա այլ հարց է։ Հիմա մենք ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա մեր խնդիրը ոնց է ստից դուրս գալ հաղթանակած կամ էլ մինիմալ կորուստներով։ Հիմա ինչ որ հարցը դուք ասում եք, մենք խոսում ենք դա երբ որ անդրադառնում ենք այս սահմանային հարցերին, այստեղ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին եւ ավելի ճիշտ զինադադարի եւ հիմա նախաստորագրված, բայց սա չի գործում, սա նախաստորագրված է, դրա մասին խոսելը ուղղակի հիմա դա փաստաթուղթ չի։ Մենք ունենք մի փաստաթուղթ, որը ստոր նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որտեղ որ մենք համաձայնվել ենք, որպեսի ձևավորվի սահմանը հայ-ադրբեջանական, ոնց որ եղել է 91 թվին սովետական միության ժամանակ։ Սա է խնդիրը։ Հիմա այդ շրջանակներում կան գյուղեր, որոնք չեն եղել այդ կազմում, то есть սահմանը անցել է այս տարածքով, որտեղ որ դա ադրբեջանական է եղել։ Կա տարածքներ, որը
իրանք են մտել մեր տարածք, այսպիսի իրավիճակ է ստեղծված։ Հիմա այստեղ, եթե մենք ընդունում ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ ընդունում ենք, որ մենք սահման ենք ընդունում, որը եղել է 91 թվին, ուրեմն այս հարցերը կան։ 91 թվին, թե միջև 91 թվականը, հա, դա միջև պատերազմը, միջև տարածքների ազատագրումը։ Սովետական միության սահմանները, դա գիտեք Գենշտաբի քարտեզներ ամենաճշգրիտ, դա նշված է, որտեղ մեր տարածքն որտեղ, այստեղ հարցը դրա վրա չի։ Նա մենք պետք է հասկանանք, ընդունում ենք խաղաղությունը, պայմանագիրը, այդ զինադատարի, թե ոչ։ Դա մի հարց։ Մյուս հարցը, ինչպես անել, որպեսզի մեր չկորցնենք մեր տարածքներ, որոնք ասենք թե եղել են մեր Հայաստանի տարածք, եւ այստեղ իհայտ է գալիս հարցը, թե սահմանագծում, սահմանազատում։ Դա երկու գործընթացը, մի գործընթացը, դա քարտեզների վրա նշում են սահմանը։ Որոշում են, որ քարտեզի հիման վրա պրոբլեմը մեր այսօր դրա մեջ է, եւ որ հասարակությանը հուզում է, որ ինչի սկսեցին այնտեղից, որ քարտեզների հիման այո, պրոբլեմները այդ հարթության վրա է։ То есть այստեղ երկու գլոբալ հարց կա։ Մենք ընդունում ենք, որ մենք պարտվել ենք։ Եթե պարտվել ենք, մենք ընդունում ենք, որ դա պետք է լինի սահմանը Ալմատայի հռչակագրի սովետական միության ժամանակվա սահմանը, դա երկու։ Բայց այստեղ հարցեր առաջանում են, ինչ որ ես մի քիչ առաջ ասացի։ Եվ այստեղ մոտեցումը, գիտական մոտեցումը, որն է, բանակցություններ ա գնում, որ քարտեզի հիման վրա մենք պետք է անցկացնենք սահմանազատում։ Հիմա որ քարտեզ։ Ես հիշում եմ Վլադիմիր Պուտինը առաջարկում էր իրենց, հա, սովետական այդ KGB-ի արխիվացված քարտեզները կարող են օգտագործել։ Կներեք, պարոն Հարությունյան, դուք ասում եք նոյեմբերի 9, բայց չէ՞ որ նոյեմբերի 9-ը չեղարկվեց Պրագայում ստորագրված կամ ձեր ասած նախաստորագրված պայմանագրով։ Ըստ էության այսօր այդ Պրագայի փաստաթուղթն է նաև գործում սահմանազատման գործընթացը։ Մենք ունենք փաստաթուղթ նոյեմբերի 9-ի, որը ոչ մեկը չի հրաժարվել Իրանից, ոչ Հայաստանը, Պրագայի փաստաթուղթը ինքը այս մասով Ալմատայի ինքը շարունակում է դա։ То есть այստեղ եթե սահմանների խնդիրն է, Պրագայի փաստաթուղթը որ ճանաչել ենք տարածքային ամբողջականություն Ադրբեջանի, մյուս մասը որ սահմանը գնում է այդ Ալմատայի հռչակագրով։ То есть նոյեմբերի 9-ը դա էլ է Պրագայում ընդունվել Ալմատայի հռչակագիրը։ Հա, բայց միջև էլ է եղել խոսակցություն։ Խնդիրը հիմա հասկանում եք որտեղ ընդունվել, ինչ է ընդունվել, դա ուրիշ խնդիր։ То есть դի սահմանազատում արվի, սահմանագծում։ Հիմա խնդիրը է դա։ Հիմա այստեղ է որ պրոբլեմա։ Մենք որ սահմանի քարտեզի վրա Ռուսաստանը ես բանակցություններին հետ մասնակցել եմ, առաջարկում էր որ դա արվի սովետական Գենշտաբի քարտեզներով, որը ամենաճշգրիտն է եւ 91 թվի։ Հետո հրաժարվեցին, ասեցին չէ Ռուսաստանը թող չմասնակցի, Ադրբեջանը այդ հարցը դրեց, որ Ռուսաստանը սա երկկողմ գործընթաց է եւ դի Ռուսաստանը չմասնակցի։ Դա։ Հիմա պրոբլեմը այստեղ թարգության վրա է, որտեղ այդ սահմանը սովետական միության ընթացքում փոփոխվել է։ Քանի որ սա եղել է ներքին սահման, ասենք թե եղել է ժամանակ 26 թվի քարտեզ ա եղել, հետո ժամանակ ա եղել, ասենք թե հայկական գյուղը նամակ են գրել, ասենք թե մեր առաջի քարտուղարը Մոսկվա ասել է, այս գյուղը մերն է, բայց արատավայրը գտնվում Ադրբեջանի տարածքում, եկեք միացնենք, միացրել են, եղել է հակառակ process։ Այստեղ մի 4-5 փոփոխություն ա եղել սահմանի, որը մի մասը ի օգուտ մեզ է, մի մասը ի վնաս մեզ է։ Հիմա այստեղ, եթե մենք անում ենք սահմանազատություն, պետք է հիմք ընդունենք, որ քարտեզով։ Պարզը մենք դի հասնենք այն քարտեզը հիմք ընդունենք, որը մեր շահերից է բխում։ Հիմա այս Տավուշի գյուղերը, որ ուզում են հանձնել, որ քարտեզով է փաստացի։ Ես չգիտեմ, ոչ մեկ էլ չգիտի։ То есть այդ մասով էսի հասարակությունը տեղյակ չի։ То есть այդ գործընթացը թաքուն է արվում։ Թաքուն արվում, չգիտեմ, բայց ասված չի, որ ասենք թե նո էսի բան էլ չի, ասենք թե նորմալ կլիներ, եթե ասենք թե հայտարարել են, որ գործընթացը պետք է ընդունեին, բայց հիմա ընդունել են թե ոչ։ Էլի է չի ասում, ասենք թե գան համաձայնության, Ադրբեջանն ու Հայաստանը գան համաձայնության, որ հիմք դնում ենք 91 թվի քարտեզը կամ 26 թվի 1926
այդպիսի բան չկա։ Այստեղ հարցեր առաջանում, իսկ չի լինի այդտենց, որ ասենք թե մի հատվածում, Թավուշի հատվածում անեն այն քարտեզով, որը իօքուտ իրանցա, Սյունիքի հատվածում նույն անեն այն քարտեզով, որ բան կասկածները հասարակության մոտ դա է առաջացնում։ Իսկ այն ինչ որ ասենք թե կան տարածքներ, որ մեր հսկողության տակ են, հիմա իրանց այդ քարտեզի, որտեղ որ կա տեղեր, որտեղ вообще կասկած չի առաջացնում։ Անկախ նրանից երբ է դա եղել է մեր տարածքը։ Կա տարածքներ, որ անկախ քարտեզներից եղել է իրանց տակ, ասենք թե Արցվաշենը դա պարզամերն է։ Հիմա խնդիրը դա է։ Դաման այստեղ պետք է մտցվի հստակություն, որ քարտեզն է հիմքում, որպեսզի հետո ճնշման տակ չստիպեն մեզ մենք գնանք սահմանազատման, սահմանագծման այն տարբերակով, որը ի վնաս մեզ է, էս է խնդիրը։ Իսկ ինչ եք կարծում, Արցվաշենի հարցը կբարձրացվի, թե Նիկոլ Փաշինյանը կասի Արցվաշենի հարց մի բարձրացրեք, պատերազմ կլինի, ինչպես հիմա Արցախի մասին է խոսում, արցախցիների վերադարձի իրավունքի չեղարկման մասին է խոսում, հիմա ասում է Արցվաշենը երևի որպես այդպիսին ներկայացնում է, որպեսզի ասի, տեսեք Արցվաշենը բերելու ենք, փոխարենը այս գյուղերը պիտի հանձնենք, բայց երբ որ այդ գյուղերը կհանձնի Ադրբեջանին, հանրային մտահոգություն կա, որ նաև այդ ժամանակ կասի եկեք Արցվաշենի թեման չբարձրացնենք, որպեսզի Ադրբեջանը օրինակ Երևանի թեման չբարձրացնի։ Դե դուք մի հատ գլոբալ հարց եք տալիս, որի պատասխանը այս հարցի շրջանակներում հնարավոր չի տալ, ինչի, որտեղ սա լոկալ հարց առանձին, այն ինչ որ դուք ասում եք, սա կոչվում է Ադրբեջանի կողմից ճնշում, որպեսզի իր նպատակներին հասնի եւ Հայաստանը ինչ կարող է անել։ Հասկանում եք, նույնիսկ մենք վերադառնում ենք, որ մենք պարտվել ենք։ Ես եղել եմ մասնակից 94 թվի եւ նախապատրաստել եմ այդ փաստաթուղթը 94 թվի զինադադարի։ Մենք այնտեղ հաղթողի դերում ենք եւ մենք էինք ասում շփման գիծը ոնց ձևավորվի, ինչ լինի, երբ որ մենք ստորագրեցինք այդ փաստաթուղթը, իրանք չհասկացան ինչ փաստաթուղթ են ստորագրում, որտեղ իրանց ցանկությունը եղել է, որ մեր զորքերը վերադառնան Ղրիմի 88 թվի սահմաններին, այդ ազատագրված տարածքները վերադարձնենք, իրանք ստորագրեցին եւ մտածում են, որ դա տենց է։ Հետո որ մենք գենշտաբում սկսին քարտեզի վրա աշխատել, Հայաստանի կողմից ես էի, Ադրբեջանի կողմից իրանց գենշտաբի պետի տեղակալը։ Ու մենք սկսենք գծելը դա, ինքը ինձ ասում է, իսկ Քելբաջարում ուր են քաշում զորքերը, բաները, շփմագիծը, որ ասում է, թե շփմագիծ չկա, ոչ միտեղ չեն քաշում, ինքը ոնց է։ Ու sense պատմություն առաջ եկավ։ Աղդամում որտեղ ենք, ոչ միտեղ չեն քաշում։ Ոնց որ այստեղ փաստաթղթում նշված է 5 կիլոմետր շփման գծից քաշում ենք մենք մեր կողմը, իրանք իրանց կողմը ու ձևավորումը շփման գիծ։ Իրանք զարմացան ոնց թե չէ։ Ու դրանից հետո 2 օր առաջ, 2 օրից հետո իրանք իրաց պաշտպանության նախարարը եկավ Մոսկվա, ինձ Գրաչովը հրավիրեց ու հարց տվեց. դուք պատրաստ եք այս փաստաթուղթը կատարել։ Ես ասացի այո, իհարկե մենք ստորագրել ենք, պատասխանատու։ Որտեղ մենք զիջումների չենք գնում, հա? Որով մենք զիջումների չենք գնում։ Չէ։ Այնտեղ այն ինչ որ մենք ունենք, то есть շփմագիծը ինչ ոնց կար, զինադադարի պահին։ Հետ չենք քաշվում։ Հետ ենք քաշվում 5 կիլոմետր շփման գծից, մենք մեր կողմը, ադրբեջանական կողմը 5 կիլոմետր շփման գծից իրանց կողմը։ То есть մենք հավասար էսենց գնում ենք, որտեղ ձևավորվում է շփման գիծ, որտեղ կարևորը զինադադարի դա շփման գիծն է։ Այո։ Եթե շփմագիծ չկա, սա ստեղծում է լրջագույն խնդիրներ։ Ինքը ասում է, իմ տարածքն է, հասկանում եք, չէ՞։ Ու այդտեղ ես ստացի, այո, ինքը դիմեց Մամեդովին, պաշտպանության նախարարի Ադրբեջանի, նա ասեց, չէ, գիտեք ինչ, քանի որ տարածքները չեն վերադարձվում, Հեյդար Ալիևը, Ադրբեջանի նախագահն, ասեց, որ մենք չենք կարող։ Ու այստեղ շատ լրջագույն խնդրեմ ստեղծվեց։ Գրաչով ասեց, չեմ հասկանում, դուք մեզ խայտարակում եք Ռուսաստանին, մենք ստորագրել ենք, դուք ստորագրել եք, մենք հայտարարենք ողջ աշխարհին, որ զինադադար է հաստատված, իսկ դուք ասում եք ոչ։ Որտեղ են հայտնի հայտարարությունն անում, որ եթե հայերը մտնեն Բաքու, դուք ինձ կզանգարեք, ես հեռախոսը չեմ վերցնի։ Ու դուս եկավ։
ու այդտեղ սկսվեց ինքը մոտեցավ այնտեղ տեղակալներ Գրաչովի, ասեց մի բան կազմակերպի 5 րոպեով ինքը ընդունի, նա ասեց դու չհասկացաք դուք ինչ արիք, ոչ մի հանդիպում, ինքը մոտեցավ ինձ, ասում է մեզ ինչին է պետք է զինադադարը, արի մենք անցնենք մեծ պայմանագրի քաղաքական, ես եմ բացատրի, որ միջազգային օրենքի համաձայն խաղապահ բանի օպերացիաների սկզբից պետք է կողմերը գալիս են համաձայնության զինադադարի, մտնում են խաղապահ ուժերը, ինչը ստեղծում է պայմաններ, որպեսզի բանակցությունները սկսվեն եւ չլինեն միջադեպեր, միայն դրանից հետո, եթե մենք սա չենք իրականացնում, ուրեմն բանակցությունները քաղաքական չէր կարող սկսվել։ Ու դրանից հետո Ադրբեջանը կողմ ասեց, որ ինքը լիազորություն չուներ դա ստորագրել, այդպեսի բաներ եղավ։ Ինձ որ այս խնդիրը այդ ձև է, եւ մենք պետք է այդ ամեն ինչ հաշվի առնենք, որ հիմա այս է վիճակը։ Եվ այստեղ կարևորը որ մենք այս իրավիճակում ստեղծված, որտեղ մեր հասարակությանը չեմ ասի, բայց կան մարդիկ, որոնք ասում են, «Էսի չպիտի անենք, ենի չպիտի անենք», հա, կա հարց, չվերասկսվի պատերազմ, բայց այստեղ մի ուրիշ խնդիր կա, եթե դու ժողովրդական ասացված կա, շունը հասնում է նրան, ով վախենում է։ Այստեղ էլ, եթե դու գնում ես զիջումների, դու իրանց մոտ ախորժակ ես առաջացնում, եւ, այստեղ պետք է օբյեկտիվորեն գնահատել, որտեղ դա ինչ ռիսկեր կա, ինչի կբերի, եւ դու ինչքանով պատրաստ ես այսօր պատերազմական գործողությունների, իսկ դա, գիտեք ինչ, դա մեթոդաբանություն է, ցանկություն չի, մեթոդաբանություն է, նայում ենք բյուջեն, հիմա նայեք, ես ձեզ ցույց եմ տալիս, նայեք, սա գրաֆիկն է, 95 թվից մինչև 220 Պաշտպանության ոլորտին հատկացված այո, ռազմական բյուջեներն է, հիմա նայեք, այս կապույտով դա մեր բյուջեն է 95 թվից, ծիրանագույնը դա ադրբեջանական բյուջեն է, եւ նայեք հիմա, իրանք տեսեք ինչը, մինչև 2005-6 թիվ նույններ, եթե հաշվի առնենք նաև, որ մենք պաշտպանական մարտեր պետք է վարեինք, մեր բյուջեն կարող էր ավելի քիչ լինել եւ այնտեղ էլի գործոններ կա, ասենք թե իրանք պետք է ապահովի անվտանգությունը մի քանի կողմերով։ Նյուանսներ կա հետի հարցին։ Մենք ապահովում ենք հարաբերակցությունը, որ ապահովում մեր անվտանգություն, բալանսը։ Հետո տեսեք ինչ եղավ։ Հիմա էլ տեսեք, ասում եմ ես գնում եմ խաղաղության, բայց աճ է գնում, մենք էլ ենք աճեցնում, բայց մենք չենք կարող ապահովել բալանսը, հավասարակշռությունը չի բերում, սա է իրանք։ Չմոռանանք, պարոն Հարությունյան, որ այն ժամանակ բացի բյուջետային հատկացումներից ոլորտում նաև օգնություն, հա, եթե կարելի այդպես ձևակերպել, օրինակ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից ասվում է, որ զգալի քանակությամբ զենք ու սպառազինություն ենք որպես օգնություն ստացել, բացի բյուջեով, հա, բյուջեի ծախսերով։ Դուք պետք է իմանաք, որ այդ բոլոր հարցերով ես եմ զբաղվել։ Ես 90, այո, ես եղել եմ 90 թվին եկել եմ այստեղ, քանի որ մենք բանակը որոշում ընդունվեց կառուցում ենք ՄՎԴ-ի կազմում, ջոկատները մտցրինք այնտեղ, ես եմ դրանով զբաղվել, ՄՎԴ-ում ենք կազմել, դրանից հետո պաշտպանության կոմիտեն ձևավորվեց մայիսի 91 թվին, ես նշանակվեցի առաջի տեղակալ պաշտպանության կոմիտեի, դրանից հետո երբ որ հարց առաջացավ, որ մենք անհաջողություններ ենք ունենում ճակատում, ես գնացի Մոսկվա գլխավոր հրամանատարություն, շտաբի պետի տեղակալ, եւ այս հարցերով ես եմ զբաղվել ու գիտեմ ինչքան զենք ա եկել, ոնց ա եկել, բայց կապ չունի դա իր բան ունի ազդեցությունը, կա փող որ չէր երևում այստեղ, բայց կապ չունի, սա այն չափանիշն է, որը հստակ ցույց է տալիս տենդենսը, սա միակ չափանիշը չի փողը, այնտեղ էլի չափ, բայց սա լրջագույն չափանիշն է, որը ազդում է այդպիսի տերմին կա բանակի հզորությանը, բայց սա է, դիմ հասկանանք, մենք տեսնում ենք հիմա ինչ ալնում Ադրբեջանը բյուջեն ավելացնում է,
Մենք տեմպերով, նայեք շատ հստակ երևում է։ Մենք կրճատել ենք, չէ, այս տարի։ Մենք այս տարի կրճատեցինք ոլորտին հատկացվող բյուջեն, բացի դա նաև կրճատեցինք զինծառայության ժամկետը 1.5 տարի։ Հասկանալի է, դա արդեն այլ հարցությունից է, իմ միտքը նա է, որ դու այստեղ պիտի հստակ ապահովես երաշխիք անվտանգության, դա ռազմաքաղաքական բալանսն է։ Երբ որ դու քո բանակը ունենում ես, որը ի վիճակի է լուծել խնդիրը, մարդունակ բանակ եւ ինքը կարողանում է կանխել այդ ամեն ինչ, որովհետեւ հզոր բանակը ինքը երկու խնդիր է լուծում։ Երբ որ բանակը հզոր է, նա կանխում է պատերազմը, որովհետեւ երբ որ ուսումնասիրում են, իսկ այս ամեն ինչը հետախուզությունները շատ լավ ուսումնասիրում են, բյուջեն, ինչ սպառազինություն կա, բարոյահոգեբանական վիճակը, ոչ թե միայն բանակի, նաև հասարակության, հասկանում եք, եւ դրա հիման վրա որոշում են ընդունում սկսել պատերազմ թե ոչ։ Լավ է, խոսեցիք այդ մասին, գանք այդ թեմային, պարոն Հարությունյան, 20 թվականի օգոստոսին դուք վարչապետի ավագ խորհրդական նշանակվեցիք եւ պատերազմի մասին, քանի որ այսօր դեռևս փակ է, բազմաթիվ հասարակությունը հարցեր ունի այդ պատերազմի հետ կապված, ինչու պարտվեցինք, դուք ասում եք, որ պատրաստ չէինք, եթե սխալ չեմ մեկնաբանում, հիմա դուք կասեք։ Պատրաստ չէինք, մարդիկ կասկածներ ունեն, նույնիսկ փաստեր են ներկայացնում, որ պայմանավորված էր պատերազմը, ուզեինք, չուզեինք, տանուլ էինք տալու, այս իշխանություններն, Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվել էին։ Եվ քանի որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցներ այդպես 7-ը փակի տակ է պահվում, չի հանրայնացվում, մենք այդպես էլ ճշմարտությունը չենք իմանում։ Ինչն էր պատճառը, որ պարտվեցինք, դուք որպես խորհրդական եղել եք եւ ակունքներում եք կանգնած եղել, հնարավոր չէր այդ պատերազմը, պարոն Հարությունյան, կանխել դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով եւ զգում եք, որ պատերազմ է լինելու, որպեսզի այլ քայլեր ձեռնարկեին իշխանությունները, ձեռնարկվել են արդյոք այդ քայլերը, թե չեն ձեռնարկվել։ Նայեք, ես օգոստոսին նշանակվեցի գլխավոր խորհրդական, բայց ես իմ պաշտոնի անձնագրով ես բանակի հետ գործություն էի։ Իմ այլ ոլորտն է ռազմաքաղաքական վերլուծություններ եւ բաներ։ Նման ասին թե հարց առաջանում մարդիկ մտածում են գլխավոր խորհրդականա, գեներալա, ուրեմն պիտի բանակով զբաղվի։ Չէ, պիտի բանակով զբաղվի։ Ես բանակով իմ լիազորությունն մեջ բանակը չեմ մտնում։ Ես չեմ զբաղվել բանակով, դա մեկ։ Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական բաներին։ Այո, ես վարչապետին ներկայացրել եմ եւ ինքն էլ այդ մտավախությունը ուներ եւ դրա համար ինքը ինձ առաջարկեց, որ ես լինեմ խորհրդական, որտեղ մի հատ նիստ ինքը հրավիրեց նույն այս հարցով։ Պատերազմ հնարավոր է հավանականությունը, ինչ զարգացումներ կարող լինի, ես այդտեղ զեկույց եմ ունեցել, մենակ ես չէ, ինչքան մեր մոտ կա ռազմաքաղաքական ճանապարհ անցած մարդ, քաղաքագետներ, Ալիկ Իսկանդարյանն էր այդտեղ, եւ ինքը դրանից հետո ինձ առաջարկեց, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, ու պարզա ես սպայեմ երթում եմ տվել պաշտպանել հայրենիքը, ես համաձայնում եմ, բայց բանակով ես չեմ զբաղվել։ Որպես գլխավոր խորհրդական ես ներկայացրել եմ կարճ տեղեկանք, որտեղ որ նշել եմ, եւ նշել եմ, որ Թուրքիայի գործոնն է, ագրեսիվ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը։ Այնպես որ եւ ինքը եւ ընդհանրապես մեր հասարակությունը, ով զբաղվում էր եւ բանակում ենթադրում են, կանխատեսում են այդ պատերազմը։ Հիմա մենք ինչի ենք պարտություն, դա լուրջ հարց է։ Այսքան նախ առաջին հարցին հնարավոր չէր կանխել պատերազմը եւ այո։ Կանխում են քողազորության բանակի, բայց այստեղ լիքը գործոններ եղավ, որ այդտեղ չի։ Առաջինը պատերազմը ինչի սկսվեց, հիմա տարբեր բաներով կա։ Եթե ներ են մտածում, ասենք ներքաղաքական մի մոտեցումը, բայց եթե գլոբալ ես նայում տարածաշրջանային, ուրեմն Թուրքիան այդ պատերազմին պատրաստվում էր։ Թուրքիան եւ գլխավոր հրարող այս պատերազմը եղել է Թուրքիան, ավելին ասեմ, Ադրբեջանի, որ ասում էին պատերազմին պատրաստվել, Ադրբեջանը եզրակացություններ արել եւ չէր ուզում սկսել պատերազմ, որտեղ ասում էր հավանականությունը հաղթանակի քիչ է, զոհերը շատ կլինեն։ Ուստի Թուրքիան է ստիպել եւ դրա մասին խոսելը ադրբեջանական բանակի հրամանատար,
որ Թուրքիայից եկել են գեներալներ ու ստիպել են բանակին զեկուցել, որ պետք է սկսել պատերազմ։ То есть, այստեղ գլոբալ խնդիր է եղել։ Թուրքիան լուծում էր իր խնդիրը աշխարհաքաղաքական ցույց տալ, որ ինքը հզոր է, որպեսզի ինքը կարողանա ձևավորել ինչ որ ինքը հիմա ձևավորում է, թուրքալեզու պետություններ միավորում, դաշինք, դա է հիմնական պատճառը։ Եվ այդ ֆոնի վրա ինքը այդ գնացել է այդ քայլ։ Այդ ֆոնի վրա մենք էլ ենք սխալներ թույլ տվել։ Շատ են հարցեր հասկանում եք, այստեղ կարճ ծեր ժամանակահատվածում դա հնարավոր չի կլինի առիթ, ես ամեն ինչ կանեմ, խոսեմ դրա մասին, եւ ամենակարևորը, որ դա Թուրքիայի էփած ճաշն է, նա է, որ հիմա շատերը տարբեր բաներ են խոսում, որ ես չեմ ուզում դրա մեջ մտնել, որտեղ իր սկզբունքը Ռուսաստանին են մեղադրում, օրինակ Ռուսաստանին են մեղադրում, ասում են Ռուսաստանին մեղադրում, այլ բաներ, չէ, ես դեռ ներքինն եմ խոսում, դա Ռուսաստանին մեղադրում են, Ռուսաստանն է պատերազմը կանգնեցրել, ով կարողացել է կանգնել, Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը, որովհետև եթե չլիներ Ռուսաստանը, իրանք Շուշիում էին եւ այնտեղ գտնվում էր զորախումբ 30,000, որը շրջափակման մեջ էր, ինչ էր լինելու իրանց հետ։ Հա Ռուսաստանը, ասենք ես գիտեմ որտեղ ինչ սխալ որոշումներ է եղել, դա այլ հարթություն է, բայց Ռուսաստանը մի բան պետք է ասել, որ Ռուսաստանը շատ գրգռված էր, որպեսզի պատերազմը չլինի մեկ, երկրորդը դադարեցվի, որտեվ իր շահերից էր բխում տարածաշրջանում իր ներկայությունը եւ Ղարաբաղի ներկայությունը։ Նա ով դա չի գիտակցում, նա ուղղակի չի հասկանում ոչ մի բան։ Ռուսաստանը չէր կարող այն որ պայմանավորված պատերազմ, չգիտեմ, թուրքական, դա ուղղակի կարելի ասել այլ խնդիրներ է լուծվում այդպիսի հայտարարություններով։ Դա մեկ, երկրորդը հարվածը, գլխավոր հարվածը եղել է քարտեզին եթե նայում եք, դրա մասին ոչ մեկ չի խոսում, ուրիշ պատճառներ են գտում, թե ով է ղեկավարել այդ հատվածը կամ բան, բայց գլխավոր հարվածը եղել է Ջաբրայիլ դեպի Մեղրի։ Արաքսի ափով, ինչի, որտեղ լուծվում էր գլոբալ խնդիր թուրքական եւ իսրայելական։ Մենք տեսնում ենք, չէ, պատերազմը Իրանում, եւ դա նախապատրաստական փուլ է եղել, դա խոսում է նրա մասին, որ եղել է գլոբալ ծրագիր։ Բայց այդ դեպքում ուրեմն ԱՄՆ-ն էլ շահագրգռված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստորեն նույնպես շահագրգռված են եղել այդ պատերազմով, որովհետև ըստ էության Իրանի դեմ Միացյալ Նահանգներն են։ Այլ հարց է Իսրայելի դրդմամբ թե ոչ, բայց Ամերիկան է ներգրաված։ Այստեղ եկեք մենք դեռ սահմանափակվենք այս սրանով, որ այս պատերազմը եղել է գլոբալ եւ լուծել է հետեւյալ խնդիրը՝ Իրանի դեմ ուղղված նաեւ Ադրբեջանի Ղարաբաղի հարցը, դուք տեսնում եք, իրանք Ղարաբաղ չեն մտել, եթե ուզենային կարող այլ ծրագիր մշակեին, Աղդամով, Հարթավայր, ունեին շատ մեծ քանակի տանկեր, հարվածային զինատեսակներ, կարող են այդ ճան, բայց Արաքսով գնացել են, շատ պատճառներ կա, ես ուղղակի։ Եվ Թրիփը փաստորեն դրա շարունակությունն է։ Թրիփը փաստորեն այդ ծրագրի շարունակությունն է։ Թուրքիայի խնդիրը դա եղել։ Թուրքիայի խնդիրը եղել է Մեղրին, իսկ դա 92 թվականից այդ ծրագիրը եղել։ Ես մասնակից եմ, գիտեմ, չէ՞ այդ ամեն ինչին։ Եվ այդ դա է եղել։ Հիմա Թուրքիան այդ խնդիրն է լուծում, որտեղ իր համար կարևոր է, որտեղ եթե լուծում ես այս խնդիրը, Ղարաբաղ, Հայաստանի հարցը լուծվում է։ Իսրայելի խնդիրը եղել է համանգելաշահ, որ իրանց պետք է Իրանը թույլատրել եւ այստեղ միասնական խնդիր էին լուծում։ Այնպես որ պատերազմը սկսվել է ոչ թե Հայաստանն է մեղավոր կամ չգիտեմ ինչ, Հայաստանը մեղավոր ու լավ պատրաստ չի եղել։ Իսկ լավ պատրաստ չեն եղել, դա այդ ոնց որ զենքերը չեն կրակել։ Հա? Զենքերը չեն կրակել։ Դա մանրուքները հասկանում եք, ես խոսում եմ ռազմավարական, զենքը չի կրակել, այստեղ շատ գործոններ, կադրային քաղաքականություն, սպառազինություն, զորատեսակների սխալ գնահատում, որ զորատեսակը պետք է զարգացնես, հակաօդային պաշտպանություն, ԱԹՍ-ներ, կառուցվածք, այստեղի բան չի հասկանում եք։ Խնդիրը դա է, որ մենք հասկանանք, որ սա մենք մեղավոր չենք, որ պատերազմն է սկսվել, այն առումով, որ այդ ծրագիրը եղել է գլոբալ։ Եվ գոնե հիմա պարզ պետք է լինի, չէ՞ որ այդ սահմանը, որ մենք պահում ենք 150 կիլոմետր, դա
ուղղված էր նաև Իրանի դեմ, ասինքն Իրանը այդ ժամանակ հատվածում ինչ սխալներ թույլ տվեց, Ռուսաստանը, то есть այստեղ դե ֆակտո մենք կարող ենք ֆիքսել, որ պարտվել է այստեղ Հայաստանը առաջի հերթին, պարտվել է Իրանը, պարտվել է Ռուսաստանը, շահել է Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, այս ժամանակ հատվածում, դու գլոբալ խնդիրը չի կարելի մանրուքներով փորձել բացատրել այս գլոբալ գործընթացը, դա համար այդ հանձնաժողովի մասով ինչ որ դուք ասում եք, այո, հանձնաժողովը պետք է պատասխան տա այդ հարցերի, բայց ինքը լիարժեք չի կարող տալ, որտեղ սա պատգամավորական հանձնաժողով է, ինքը իր ֆունկցիան է կատարում, բայց լրջագույն պատասխանները մենք այդտեղ չենք կարող ստանանք, որտեղ այդտեղ մասնագետ չի եղել, հրավիրել են, այնտեղ եղել են դա ընդունված ձևով, որ պատգամավորական հանձնաժողով են ստեղծում, ոնց որ Ամերիկայում ստեղծեցին սեպտեմբերի 11-ին բանի վճռագործության ժամանակ սեպտեմբերի 11-ին, այնտեղ սենց երևի մի 1000 էջանոց զեկույց են, բայց ես համոզված եմ, մենք ամբողջական պատասխանը չենք ստանա այստեղ, եւ այստեղ մի ուրիշ խնդիր կա, ինչ մասով հասարակությանը տեղեկացնել, եւ դա ինչքանով կնպաստի կօգնի, հասկանում եք, դա չի բերի հակառակ հենց մի բանի գործընթացի, ես ասել եմ, որ այսօրվա ամենամեծ սպառնալիքը Հայաստանի, դա մեր հասարակության պարակտվածությունն է, որ այս վիճակով դու չես կարող դիմակայել Ադրբեջանից գյուղերը պահես, դու ոչ ներքին սպառնալիքները կարող ես քեզ օգնել, ոչ էլ արտաքին, դա մեր առաջի խնդիրը մեր հասարակությունը միավորել, ոնց որ եղավ 91 թվին, հաղթանակի մեր հիմքում եղել է միավորված հասարակություն, նպատակաուղղված հաղթանակի Եվ չմոռանանք նաև ճիշտ դիվանագիտության դերը, պարոն Հարությունյան, ռազմավարական գործընկերների դերը, նաև համագործակցությունը։ Սա կոմպլեքս է, ես դրա ակունքներում եմ եղել։ Իսկ այսօր մենք այդ ամեն ինչից զրկված ենք, ոչ միայն հասարակությունն է պառակտված, փաստացի մենք մեկուսացած ենք, այսօր մնացել ենք մենակ եւ անվտանգային հովանի որևէ չունենք։ ՀԱՊԿ-ի հետ սառեցրել ենք հարաբերությունները, ՆԱՏՕ-ի հետ անհասկանալ ինչ-որ հարաբերությունների մեջ ենք, բնականաբար երբեք ՆԱՏՕ-ն մեզ չի ընդգրկի իր կազմում մեր զորքը, այնպես որ ամենահարմար ժամանակահատվածն է, Հայաստանը երևի թե դուք ավելի ճիշտ կասեք, ամենաթուլացած վիճակում է այսօր գտնվում այդ առումով։ Այո, համաձայն եմ, այստեղ հիմա մենք գտնվում ենք մի հատ անկայուն վիճակի մեջ, որ երբ որ մենք ունենք խնդիրներ Ռուսաստանի հետ, որտեղ ինքը մեր երաշխավորն է, ՀԱՊԿ-ի հետ եւ չունենք ոչ մեկի հետ այլընտրանք չունենք, то есть արտաքին քաղաքականության այսօր խնդիրը դա է գտնել, ես դա չեմ ուզում այս բաների մասին հիմա խոսեմ, բայց դու պետքա պետությունը պետքա ունենա հաշվի բալանսը, իսկ դա հայացակարգի խնդիր անվտանգության, ինչ որ մեր ծրագրում առաջի կետն է, պետք է հասկանաս, որ պետությունն է քեզ համար սպառնալիք, որը չեզոք, որը բարեկամ, հստակություն պետք է լինի, եւ հստակություն ոչ թե ասենք թե մեկի գլխում, այլ փաստաթղթային, հայացակարգը պետք է գաղտնի մաս կա, բաց մաս կա, գաղտնի մասում դու տեստակ ունենաս, որ դու պետական ապարատը ուղես պատրաստվել այդ սպառնալիքները չեզ օգնելու համար։ Նա մենք չունենք։ Կարող է գիտեմ, որը մեկը գիտի ով է մեր պետական ապարատ այդ բանի պատասխանը չունի։ Մյուսը, երբ որ մենք այս ամեն ինչը նայում ենք, երբ որ մենք գնահատում ենք, ոնց կարող ենք մենք ապահովել անվտանգությունը, քանի որ բալանսը այնքան մեծ տարբերություն ունի, ասենք թե Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ այսօր, ինչով ենք մենք դա բալանսավորում, կամ պիտի դու, ոնց ասած, անցնես ռազմական դրության եւ նվազեցնես բոլոր ծախսերը ամեն ինչը բանակի դնես, բերես դրան, դա մի ուղղություն, եթե չէ, դու պիտի գտնես ով քեզ այդ բալանսավորումը կտա, ոնց որ Ճապոնիան ամերիկական բազաներ ունի, ոնց որ Կիպրոսը եւ այլ պետությունները հասկանում եք, ուրիշ ձև չկա, ասենք թե Ճապոնիան չի կարող
Չինաստանի դեմ կամ Ռուսաստանի դեմ պայքարել։ Բալանսը բավարար չի, ինքը իր տնտեսությունը 5-րդն աշխարհի, բայց չի կարող Բայց Չինաստանը Դա համար ինքը գնում է այդ քայլի բազաները պահում վանում Ճապոնիայում ամերիկական բազաներ։ Հիմա դա, երբ որ ես մենք ամեն ինչ լրջագույն աշխատանք ամբողջ պետական ապարատի, արտաքին քաղաքացիական, բայց առաջի հերթին դա պետական անվտանգության խորհրդի աշխատանքի արդյունքը պետք է լինի։ Դրա արդյունքը պետք է ծնվի այդ փաստաթուղթը ազգային անվտանգության։ Դրա հիման վրա արտաքին քաղաքականությունը արտգործնախարարությունը պետք է իրականացնի այն ինչ որ մշակվել է, ինչ որ ողջ պետական ապարատը, հետո զատական ինստիտուտները աշխատեն, то есть սա լրջագույն աշխատանք պետական ապարատի ողջ եւ պետք է հաշվի առնես մի բան։ Քանի որ ես ասեցի որ Թուրքիան հրահար է այս պատերազմը եւ ինքը Էրդոգանը ասել է մենք ոնց մտանք Ղարաբաղ, Լիվիա, մենք կմտնենք նաեւ Երուսալիմ, հաշվի առնելով դա պետք է հասկանանք որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է եւ իր կշիռը ՆԱՏՕ-ում, հիմա նա չնայած ՆԱՏՕ-ն այնպես վիճակում է գտնվում, որ բայց ինքը երկրորդ բանակն է ՆԱՏՕ-ում։ Ինքը ՆԱՏՕ-ի անդամ է եւ ազդեցիկ է այնտեղ։ Եթե մենք հապկում խնդրեմ ունեցանք, նշել ենք խնդրեմ հապկում։ Տարբեր պետությունները տարբեր մոտեցումներ ունեին, ապա մի հատ նայենք հիմա ՆԱՏՕ-ում, եթե մենք ասենք թե գնում ենք այդ ներկայացնենք, հա։ Այո, դե ՆԱՏՕ-ի մասին խոսք չկա, դա երբեք չես անդամակցի, ՆԱՏՕ-ն ինքն է հիմա բաժանվում, երբ որ Մակրոնն ասում է, որ Ամերիկան մեզ դաշնակից չի, գլխավոր պետությունն է ՆԱՏՕ-ի, ինքն է սյունը ՆԱՏՕ-ի, կա Ամերիկա, կա ՆԱՏՕ, չկա Ամերիկա, չկա ՆԱՏՕ, իսկ Եվրոպան զինված ուժեր չունի եւ մոտակա ժամանակ չի ունենա։ Հասկանում եք, то есть լրջագույն իրավիճակ է ստեղծվել, որտեղ որ մենք եթե չսկսենք շատ ակտիվ, ինտենսիվ աշխատել եւ առաջնահերթությունը դնենք մեր անվտանգությունը, ոչ թե ասֆալտը, ոչ թե խաղաղությունը։ Չէ, խաղաղությունը դա Այդ նորածնային խաղաղությունը։ Չէ, ես ճակերտավոր խաղաղության եմ ասում, որտեղ իրենք ասում են կարիք չկա, այդ ինչ որ դուք նշում եք, կարիք չկա այդ գործընթացների, որովհետև մենք խաղաղության ենք գնում, մեզ բանակ պետք չի, խաղաղ ապրող պետությունների բանակ Ես դա ընդունում եմ որպես մարտավարություն ուղղված պատերազմը հետաձգելու կամ զսպելու, որտեվ ես բազմիցս դրա մասին ասել եմ, սա գիտություն է, հասկանում եք, մեթոդաբանություն է, դա երբ որ մենք դնում ենք 2-2-ի գումարած 4-ը, չէ՞։ Ինչքան մի ասավեցը, մենք Ադրբեջանի հետ չունենք որ մի փաստաթուղթ ավելին միայն այս փաստը, որ ինքը բյուջեն ավելացնում է կտրուկ, դա արդեն սպառնալիք է ռազմական, դա գիտություն է, հասկանում եք, դա ոչ ես եմ ասում, ոչ մեկ ուրիշն է ասում, սա սպառնալիք է, երբ որ իր զորքը կանգնած է, զորքն է կանգնած, համանապահ զորքեր չի, դու չունես դիվանագիտական հարաբերություններ նույնը Թուրքիայի մեջ, մեր այսօրվա հարաբերությունները Ադրբեջան-Թուրքիա կոչվում է գիտական տեսանկյունից անմիջական ռազմական սպառնալիք, վերջ, հիմա ասում ես խաղաղության են գնում, հադամարտավարություն, ասինքն նույնը 41 թվին սովետական միությունը, Ստալինը ինչ էր ասում էր չտրվեք սադրանքների Գերմանիայի հետ, պետք չի, ասինքն իրանք խախտում էին օդային տարածքը, ինքնաթիռները, զորք էին բերում սահմանին, ինքը հրամաներ տալիս չտրվեք սադրանքների, ինչի, ինքը ժամանակ էր շահում, որտեղ սովետական բանակը այն ժամանակ սպառազինվում էր նոր տեսակների, դա սկսած ավտոմատներից, ավարտված ինքնաթիռներից, ժամանակակից, որպեսզի իրանց ժամանակ էր պետք մի տարի, որպեսզի ինքը անցնի նոր բանակի որակի, հա, բայց չհաջողվեց իրան, ինքը սկսեց պատերազմ եւ սկզբնական փուլի անհաջողությունները կախված էին դրանից, մենք դի պատմական փորձ ունենանք, մենք սովետական միության անդամ ենք եղել, այդ բաները անցել ենք, ես ակադեմիաներում դա եմ սովորել, ոնց ա եղել, ինչ վրանքներ ա եղել, վերջի պահին հրաման ա եղել, մի օր առաջ, որ զորքերը բերեն մարտական պատրաստության,
Որտեղ Գերմանիան հարձակվեց ի վերջո։ Հա, բայց Գերմանիան էլ ասում եք, սա բարդ մի աշխատանք է, այտենց կենսաղային ձևերով չեն կա։ Գերմանիան գիտեք ոնց է հիմնավորում, ու ինքը զորքը բերում է սահմանին։ Ասում է, ես ապակողնորոշում եմ Անգլիան, ես պատերազմը սկսելու եմ Անգլիայի հետ, բայց որ ինքը չպատրաստվի, ես զորք էստեղ եմ բերում։ Իսկ դեզինֆորմացիա են տարածում, հասկանում եք։ Սա բարդ բան է, կենսաղային բան չի։ Այս ոլորտում պետք է աշխատեն մարդիկ, որոնք փորձ ունեն, հասկանում են։ Ձեզ հետ շատ թեմաները ընդգրկուն են, զրույցները, որովհետև ամեն ինչից տեղեկացված եք, բայց անպայման ուզում եմ այս թեմայով էլ խոսենք, որովհետև շատ հարցեր կան այս թեմայի հետ կապված։ Պատերազմից հետո, երբ որ դուք նշանակվեցիք պաշտպանության նախարար, ճիշտ է, մի քանի անգամ պարզաբանել եք, բայց Գորիս-Կապան ճանապարհը ներկայացվում է, որ հանձնվեց, եւ բացի դա, նաեւ թույլ տրվեց, հնարավորություն տրվեց, չգիտեմ ինչպես ուզում եք ձևակերպել, որպեսզի ադրբեջանական զորքը ներխուժի Հայաստանի ինքնիշխան տարածք, եւ ես այդ ժամանակ հիշում եմ, որ ասում էին Նիկոլ Փաշինյանը հատուկ հրահանգել է, որպեսզի մեր զորքը որևէ ձևով չարձագանքի եւ նահանջեն, հետ քաշվեն։ Կա այդպիսի բան ճշմարտություն է եւ եթե ճշմարտություն չէ, ապա ինչու այնուամենայնիվ մենք թույլ տվեցինք, որ ադրբեջանցիները գան եւ նստեն Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նույնիսկ եմ ասում, մենք այս թեմաներով 200, եթե չեմ սխալվում, հա, 200-ից ավելի քառակուսի 200,000-ից, հա, ինչքանն է տարածքը, եթե նայես ստույգ ամենամեծ տարածքը Ջերմուկինն է եղել, մեծ տարածք, մինչև է եղել են Սև լիճը, Ջերմուկը։ Հա, սամանային դա բաներ է, այստեղ տեսնում եք, այս ամեն ինչը ունի իր սկզբունքը եւ հետևանքը։ Սկզբունքը պատճառը եղել է պատերազմի պարտությունը, որի մասին մենք ասեցինք, պետք է հասկանանք ինչի ենք տա։ Եվ այստեղ մի տարում չի եղել, երկու տարում չի, սխալներ եղել են զինադադարից 94-ից ի վեր։ Հասկանում եք։ Եվ այստեղ փորձերը ասենք թե ասել սա է այդ ամեն ինչ դեպքերը եղել են, ասենք թե այդ ժամանակահատվածում սահմանազատման խնդիր է եղել, ոչ թե սահմանազատման, շփման գծի ձևավորում պատերազմը, որտեղ մենք պարտվել ենք։ GPS-ով գալիս էին, կանգնում են, մեր դիրքներ կանգնում, իրանց դիրքը դա մինչև իմ գալն էր այդ process-ը գնացել։ Հասկանում եք, չէ՞։ Բայց ձեր օրոք եւս եղավ, չէ՞, առաջ խաղացում ունեցավ ադրբեջանական զորքը։ Մի րոպե։ Էդի եղել է շփման գծի ձևավորում է եղել։ Ինչա դա նշանակում։ Դուք դի process-ը պատկերացնեք։ Մենք պարտվել ենք, զորքերը մենք հանում ենք Զանգիլանից, Կուբատլիից, հասկանում եք։ Մենք այդտեղ պահել ենք, դա սաման չի եղել։ Սոտկից վերև դա եղել է շփման գիծը ձևավորված է եղել այն առաջի պատերազմի ժամանակ։ Զորքերը կանգնած են իրաց դիրքերով, որտեղ որ էլի կա տեղ, որ մենք ենք մտել, կա տեղ իրան։ Ու այդ գնացել է այդ գործընթացը։ Շփման գծի ձևավորումը։ Ջերմուկում էլ, հա, Ջերմուկի սահմանին է, դրա մասին։ Այնտեղ լիարժեք ռազմական գործողություններ ա եղել, այնտեղ չես կարող ասես, որ բանը շփման գծից։ Հիմա ես դրա մասին եմ հարցնում, ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան տարածք, քանի կիլոմետր է այսօր, որ գրաված է թշնամու կողմից, օկուպացված է փաստացի, եւ երբ որ հարց են բարձրացնում, այս իշխանությունները ասում են, դե երբ որ սահմանազատում կլինի, հետ կքաշվեն, բայց ադրբեջանցիները կարծես թե բոլորովին տրամադրված չեն։ Այ ինչպես եղավ, որ այսինքն եկան գրավեցին Հայաստանի տարածքը, այդպես է։ Նայեք, նորից եմ ասում։ Այտենց բան եք անում, ուզում եք անպայման որ բանա։ Ուզում եմ հասկանալ, ինչ կատարվեց եւ ինչ է կատարվել։ Դե ուրեմն պիտի լսեք, ես ձեզ բացատրում եմ, մանրամասը բացատրում եմ։ Շփման գծի ձևավորում էր գնում։ Երբ որ զորքերը մենք պարտվեցինք, զորքերը Զանգելան, Կուբատլի այդ բաները զորքերը պիտի դուրս գան մի մասամբ։ Մենք նաև պայմանագրով Քելբաջարից դուրս եկանք, որտեղ մի սանտիմետր չի մտել։ Նույնը եղել է բանի հատվածում, Աղդամի, Աղդամը ամբողջը մեր հսկողության տակ էր։ Բայց սկզբունքը այդ է, եթե դու Ղարաբաղի հարցը հետևելն է, որ դու այդ շրջանները ազատ վերադարձնում ես, եւ դա ասել են եւ առաջին նախագահան, եւ երկրորդը, եւ երրորդը, դու այնտեղ խնդիր չի եղել, որ այդ տարածքը մենք պահում ենք, որ ասել են։ Հիմա խնդիրը շփման գիծն է ձևավորում։ Իրանք գալիս են իրանց քարտեզով, ասում են էսա։ Կրակոցներ չի եղել։
Տեղ ա եղել մենք ենք կանգնել այնտեղ, որտեղ որ իրանց տարածքն է։ Տեղ ա եղել իրանք են կանգնել, բայց իմ ժամանակահատվածում կրակոց զոհեր չի եղել։ Եկել են ասեն, էս է մեր տեղը, հասկանում եք։ То есть это վիճակը ջերմուկը մի քիչ ուրիշ են, դե իրանք ռազմական գործողություններով մտել են։ Դա արդեն բան չի, շփման գծի ձևավորում չէր, այդքան զոհեր տվեցինք։ То есть տարբեր է, то есть իրանք սկզբից փորձում էին ձևավորել, ինչ վերաբերում է այդ ճանապարհին, ինչ որ դուք ասում եք, դա այն փաստն է, որ երբ որ մեզ հաջողվել է հասնել հաջողության եւ իրանց տարածքով իրանց ճանապարհը մենք օգտագործել ենք մի տարի ու կես, որտեվ այդ ճանապարհը, որ ասում ենք Գորիս Դավիթբեկ, 21 կիլոմետր է, որից 11-ը գնում է իրանց տարածքով այդ շփման գծի։ Պատերազմից հետո։ Հա, պատերազմից հետո։ Պատերազմից հետո իրանց տարածքը դարձած է, դրա մասին է խոսքը։ Չի դարձած է, չի դարձել։ Դա ըստ սկզբունքի Ալմատայի այդ իրանց տարածքն է։ Պատերազմից միջև պատերազմին, որ մենք հաղթած ենք, այնտեղ մեր տարածքն էր։ Այդ ամեն ինչը։ Հա, մերն էր, բայց պարտվել ենք, դուք հիշեք դա։ Եվ ինչ ենք պարտվել, դա արդեն այլ հարց է։ Եվ իրանք գալիս նստում են այդտեղ, երբ որ իրանք գալիս նստում են իրանց տարածքում, ըստ Ալմատի, մենք 11 կիլոմետր այդ ճանապարհի կորցնում ենք։ Իրանք կանգնում են, մենք ճանապարհը չենք ունենում այլևս։ Միակ ճանապարհը։ Եվ Սյունիքը կտրվում է այդ դրանից։ Եվ հիմա նույնիսկ ընդդիմությունը եւ մարդիկ կան, որոնք այդ հարցը բարձրացնում են, ասում են, եթե իշխանության գակի չեք անելու, չէ, սահմանազատման ճանապարհով կանենք, որտեղ բանակ չկա։ Ես հարց եմ տալիս, բա պատերազմից հետո, երբ որ ես բանակը ընդունել եմ, ինքը մարտունակ չի եղել բանակը։ Ես կարող եմ թվեր բերել, բայց քանի որ դա այդքան լավ բան չի, ես չեմ խոսում դրա։ Բանակը մարտունակ չի եղել, պատերազմից հետո պատկերացնում եք։ Եթե հիմա ինքը պատրաստ չի բանակը ու լուծումը միայն է սահմանազատման, կամ մյուս տարբերակը պատերազմով ենք անում դա։ Բայց այդ ճանապարհը այդ բանը իրանցն է, ասենք թե եղել։ Իրանք գալիս նստում են ու մենք զրկվում ենք այդ ճանապարհով։ Ես այդ պահին իմանալով որ իրանք գալիս են, նստելու են, ոնց որ մեղրից եկել են, հասել է այդ հատվածը։ Կապվել եմ Շոյգուի հետ։ Ասել եմ, այսպես վիճակը, մենք ճանապարհը կկորցնենք, ինքը գիշերով որոշումը ընդունում է, զորք է ուղարկում ռուսական, իրանք գալիս կանգնում են այնտեղ, ինքը կապվում է պաշտպանության նախարարի հետ, Ադրբեջանի գասանու հետ, ու ասում է սահմանին մոտիկ չգաք։ Իրանք չեն գալիս, ճշում է եղել։ Իրանք մոտիկ չեն գալիս, ու այդ մի տարի ու կես իմ պաշտոնավարման, իրանք չեն մոտեցել սահմանին։ Ու մենք այդ ճանապարհը ռուս սահմանապահ զորքերը ուղեկցում էին, Գորիսից վերցնում էին Էյվազլու 4 կիլոմետր իրանց տարածքն ու ճանապարհը սենց է գնում։ Մտնում է Էյվազլու, հետո մտնում է մեր տարածք, հետո նորից գնում է իրանց տարածք ու սենց գնում է 11 կիլոմետր իրանց տարածքով։ Ու մենք 11 տարի ու կես օգտագործում ենք, մինչև մենք թաթևով այդ նոր ճանապարհը չենք սարքում։ Հասկանում եք, դրական արած գործը ներկայացնում են որպես, չգիտեմ ինչ, հետո իրանք էլ ասում են, որ եթե հիմա իրանք կան, իրանք սահմանազատումով դա կանեն։ Եթե 4 տարի, 5 տարի անց բանակը հիմա ավելի ուժեղ է, իհարկե ավելի ուժեղ է, բայց այն ժամանակվա ինչ պետք է անեն, պատերազմ, հասկանում եք, զինադադար է ստորագրված, ռուսների միջնորդությամբ եկել են, հասկանում եք, սա այնպես վիճակը, որ սև PR են անում, միակ հաջողությունը, որը մենք ունեցել ենք, եւ միակ հատվածն ամբողջ շփման գծում, որտեղ Ադրբեջանը չի եկել այդ սահմանին, չի նստել իր սահմանին, հասկանում եք, հա։ Իհարկե հարցերը շատ են, պարոն Հարությունյան, բայց քանի որ ժամանակը սուղ է, կարծում եմ առիթ նորից կլինի եւ վերջում ինչու որոշեցիք նորից վերադառնալ, եթե կարելի ասել վերադառնալ, հա, ռազմական ոլորտից մեծ քաղաքականություն եւ ինչ շանսեր ունեք այս ընտրությունների հետ կապված։ Եթե ես չգնատեի շանսերը,
Պարզա ես չէի մտնի այդտեղ, բայց երբ որ դուք ասում եք շանսեր, դա նպատակը միայն այն չի, որ մանդատ ստանալ կամ բան։ Ասում է ընդդիմությունը, որ մեր նպատակը հենց մանդատ ստանալը չէ, այլ իշխանափոխություն անելն է։ Չէ, դու մանդատ ստանաս, որ իշխանափոխություն անես։ Չէ՞։ То есть իշխանափոխություն ոնց է, մանդատ է ստանում։ Եվ ընդհանրապես քաղաքագիտությունը ասում է, որ ինչ է նշանակում, ասենք կուսակցություն աստեղծվում, կուսակցությունը մասնակցում է իշխանություն վերցնելու համար, որպեսզի իրականացնի իր գաղափարախոսությունը։ Դա քաղաքագիտական նորմալ գործընթաց է դրանում, ասենք մենք մասնակցում ենք, շանսերը շատ բարձր են գնահատում, որտեվ ինչ որ հիմա կատարվում է, դա կոչված այդպես կոչենք վիրտուալ իրականություն է։ 50%-ը մինչև հիմա չի կողմնորոշվել։ Հիմա ոնց են ասում շանսերը ումը շատ, ումը քիչ է։ Մի հատ նայենք ծրագրերին, մի հատ նայենք ով է ղեկավարում այդ ամեն ինչ, անձերին։ Չէ՞, դի նայենք ով է հավակնում այդ բանի, ինչ կբերի իր հետ։ Ընտրություններով ինչ սպասելիք դուք ունեք, պարոն Հարությունյան, ինչ եք ուզում, որ ընտրությունների արդյունքով լինի։ Ես ուզում եմ առաջին ընտրություններով մենք գլոբալ խնդիրը լուծենք, դուք լավ հարց տվեցիք։ Առաջնահերթությունը անկախ նրանից, ինչպես կավարտվեն ընտրությունները։ Ես ցանկություն ունեմ, որպեսզի մենք ապահովենք Հայաստանի անվտանգությունը։ Անկախ նրանից ով է անցնում, ով չի անցնում, գերխնդիր է ընտրությունների, որպեսզի հետագայում մենք կարողանանք կանխել մեր անվտանգությունը, ապահովել մեր անվտանգությունը, թույլ չտալ հերթական կորուստները մեր։ Իսկ դրա համար մենք պետք է առաջնահերթ դնենք պետության եւ ժողովրդի շահերը։ Դա է ամենամեծ իմ ցանկությունը եւ դա եթե մենք կարողանանք միավորենք մեր հասարակությունը, իսկ դա նաեւ խնդիր ընտրությունների միջոցով, չնայած որ հիմա ես որ նայում եմ, այդ ճանապարհով չի գնում։ Մենք պարակտում ենք, հասարակությունը պարակտում ենք։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ոնց կարելի է այդպիսի բան անել, որ ընտրությունների ընթացքում օգտագործել մեթոդներ, որոնք պարակտում են հասարակությունը։ Նպատակը ո՞րն է։ Հետո գիտեք մի հատ լավ բան կա, բաժանիր որ տիրես։ Հա, բաժանիր տիրես, բայց եթե բաժաներ, հետո գալու ես մի հատ փլատակների վրա նստես, որ ինչ անես։ Պետք է մի 20 օր մնացել, չէ՞։ Եթե դա անցավ, ինչ իշխանություն է ձևավորելու։ Ինչ պարլամենտ ենք ստանալու։ Այդ պարլամենտը ի վիճակի է գործել, կպաշտպանի մեր պետության շահերը, կպաշտպանի մեր հասարակության շահերը։ Այս իշխանություններով տեսնում եք հնարավոր կլինի ձեր նպատակներին հասնելը, այս իշխանությունների վերարտադրությամբ։ Չէ, նայեք, նորից եմ ասում, ես այս քարոզարշավում մենք սկզբունք ենք որդեգրել, մենք որևէ մեկի վրա ցեխ չենք լցնում, մենք առաջարկում ենք մերը ուզածը։ Երբ որ մարդ չի առաջարկում որևէ բան, նա սկսում է քննադատել։ Ես դուք շատ լավ գիտեք, ես եղել եմ, ճանաչում եմ, կարող եմ այնքան բաներ ասել, բայց դա նպատակը ո՞րն է, մենք ինչի ենք հասնելու։ Մենք ասենք, թե ես հիմա նստեմ, ձեզ լիքը բաներ պատմեմ, բացասական բաներ։ Կարող եմ նախորդ իշխանություններից պատմել, կարող եմ առաջի իշխանություններից։ Չէ, պարոն Հարությունյան, ես չեմ ասում ցեխ շպրտեք, ես պարզապես հարց եմ տալիս։ Ասում եք, ուզում ենք, որ անվտանգ լինի եւ այլ առաջնահերթություններ նշեցիք, ես էլ հարցնում եմ, եթե այս իշխանությունները վերարտադրվեն եւ լինի նմանատիպ խորհրդարան, ինչպիսին այսօր է գործում, բայց դերակատարները փոխված լինեն, հնարավոր կլինի ձեր այդ առաջնահերթությունները ձեր հարցին, ես ունեմ իմ տեսակետը, բայց այդ հարցին ես ուրիշ ձև կպատասխանեմ։ Դա կախված է ժողովրդից։ Եթե ժողովուրդը ձայն տվեց այսօրվա իշխանություններին, ուրեմն ընդդիմությունը չի կարողացել այս մեր հասարակությանը ճիշտ ներկայացնել իրանց ծրագիրը կամ չկային այն լիդերները, որոնց հետևից պիտի գնալ ժողովուրդը։ Մենք ունենք չէ՞ այդպես փորձ, տարբեր ժամանակահատվածում, ասենք 91-ին լիդերը եկավ, որը միավորեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ժողովուրդը դուրս եկավ։ Հիմա ժողովրդին չես կարող մեղադրել, ժողովուրդը այն է ինչ որ կա,
Եթե ինքը չի գնում, ուրեմն չի վստահում։ Եթե այն տարբերակը, որ դուք ասում եք, եթե իշխանությունը կարողացավ վերցնել մաքսիմում մանդատներ, եկեք օբյեկտիվ մտածենք, ժողովրդին չմեղադրենք։ Ժողովուրդը այդ մարդն է, ինչի համար իշխանությունն է գոյություն ունի, ինչի համար էլիտան կա։ Ուրեմն էլիտան չի կարողանում ժողովրդին ճիշտ բացատրի։ Որտեղ ժողովուրդը այն էությունն է այս պետության։ Հասկանու՞մ եք, դա չէ մենք շուտ ասում ենք իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց մենք խոսեցինք, չէ՞ որ չէ, դա չէ։ Մենք պետք է այս հարցերը գլոբալ, մենք դա լուծենք, նաև մամուլը պետք է այդ խնդիրը լուծի, հասկանու՞մ եք, մենք ունենք խնդիրներ ֆունդամենտալ, որոնք մեզ թույլ չեն տալիս անվտանգությունը մեր ապահովել։ Ես ձեզ ասեցի, համոզված եմ, մենք կարող ենք այս պատերազմում ունենանք այլ ելք։ Այո, միանշանակ։ Բայց չեն կարող։ Հիմա մենք փորձենք մեղադրում ենք, փորձում ենք գտնել մեղավորներ դրսում։ Մեղավորը մենք ենք այստեղ։ Չեն կարողացել։ Ինչի 91-ին կարողացանք, հիմա ոչ։ Որտեղ 91-ին հասարակությունն էր պատրաստ, չէ՞։ Իսկ ով էր պատրաստ է հասարակությանը։ Կարող է մենք։ Ոչ։ Մենք ապրել ենք մի համակարգում, որտեղ հասարակությունը հայրենասեր էր, հողի համար պատրաստ էր գնալ։ Հիմա որ մեղադրում են, փախել են, չգիտեմ ինչ են արել, պետք չի ոչ մեկին մեղադրել։ Եթե փախել են, ուրեմն նա ով ղեկավարել է չի կարողացել։ Իսկ եթե չի կարողացել, պատճառները ավելի խորքային է։ Պետք է միշտ ման գալ պատճառը քո մեջ։ Միայն այդ մոտեցումն է։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, հաջողություն եմ մաղթում եւ քարոզարշավին եւ ընտրություններին։ Շնորհակալություն։ Սիրով, շնորհակալ եմ մեզ հետևելու համար, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն է այսօր Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Ցտեսություն։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ